մեր երկրի ղեկավարի ցուցումով նորից քրեական գործը հարուցվե մարտի 1-ի մասով եւ արդեն այնտեղ ընդգրկվել են բոլոր զինվորականները, բոլոր վարչության պետերը, որոնք 2008 թվին մարտի 1-ին կատարել են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը։ Իմիջիալոց ասեմ, իր կողմից շատ ճիշտ հրաման էր դա, որտեղ ինքը պարտավոր էր երկրում սահմաներ եւ ապահովեր կարգ ու կանոն։ Իսկ այն ժամանակ միայն մեղավորը զոհերի մեջ հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ շշերի մեջ բենզին էր լցնում եւ վառել էր տալիս փողոցում գտնվող տրոլեյբուսները եւ ավտոբուսները եւ անձնական մեքենաները։ Բայց հարցը դրա մեջ չի, ես ուղղակի ուզում եմ այն բանակը, որ ինքը ասեց, ես 100,000 դուբինկով բանակ ունեմ, ու համար է պատրաստում այդ 100,000-անոց դուբինկով բանակը։ Մեր ժողովրդի դեմ։ Ահավոր վիճակ է Հայաստանում, ձերբակալումներ, սրա նրա ձեռներից բան առնել։ Ասենք Ծառուկյան Գագոյի ձեռքից առան այդ ցեմենտի գործարանը։ Ժորժ ջան, ես հասարակ մարդկանց եմ հարց տալի։ Որ գյուղացին է գնալու այդ ցեմենտի գործարանը աճուրդից առնի։ Կամ այսքան ժամանակ մեկից տունը առե, մեկից ավտո առե, որ մեկը տա առե։ Առել են իր միուս ալիգարխները։ Հարցածակում, ում համար է ինքը դա անում, ում համար է պետականացնում, հետո հանում վաճառքի։ Տեսեք ով առե, ով առե։ Գիտեք, ես ճանաչում եմ շատ խոշոր բիզնեսմենների, ոչ միայն Հայաստանում կամ Ռուսաստանում, համարյա ամբողջ աշխարհով մեկ։ Ոչ մի կոպեկ չի ուզում դնի Հայաստանի բիզնեսի մեջ, ոչ մեկ ինվեստիցիա չի ուզում անի, որովհետև խայտառակ վիճակը Հայաստանում։ Ինվեստորը սիրում է հանգստություն եւ սեփականության ապահովում, բայց քանի որ ինքը ընկել է սրա նրա ձեռից տունը առնում, չգիտեմ, զավոդ ուզում առնի կամ չգիտեմ, այնտեղ գործարան ուզում առնի, մենք ոչ մի ինվեստոր Հայաստանում չենք ունենալու։ Միջազգային քաղաքականության տեսակետից Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմպոտենտ է։ Տեսեք ինչ եմ ասում։ Քաղաքական իմպոտենտ է։ Նա չի կարա պաշտպանի ոչ մի մեր քաղաքացին երկրից դուրս, երկրի մեջը շանսերը, որ այդ քաղաքացին կալանավորի, մեծ է։ Աշխարհում չկա իրավիճակ, որ քվեարկողին զրկեն իր ձայնի իրավունքից, պատճառ բռնելով, որ 6 ամիս ինքը Հայաստանում չի ապրե։ Չկա այդպիսի օրինակ։ Այդ մարդը ավանտյուրիստ է, քաղաքական ավանտյուրիստ է։ Նա հասկանում է, որ գնալով իր այդ լեկտարատը քիչանում է։ Դուք հետո կզգաք։ Ասում է կգամ ԵԱՏՄ, արի թուքումուրը ստացի ու թող գնա, ոչ մի հարց չի կարող լուծի։ Ոչ մի ԵԱՏՄ չի կարող որևէ մի անդամ երկրի ցուցում տա, որ հայկական ծաղիկները կամ պամիդորները առնեն։ Ոչ մեկ չի կարող նման ցուցում տա։ Ամեն երկիր ինքն է որոշում։ Բոլոր երկրները այստեղ հրաժարվելու են մեր ապրանքներից ու ինքը ոչինչ չի կարող անի, նույնիսկ եթե մնա ԵԱՏՄ-ի անդամ։ Ես նորից եմ կրկնում, նա միջազգային իմպոտենտ է, քաղաքական իմպոտենտ է, ոչ մի հարց չի կարող լուծի։ Կզած մարդուն կզցնում են, ինքն էլ փորձում է ժողովրդին կզցնի։ Ես ուզում եմ հայտարարեմ, որ մենք համահայկական ճակատ կուսակցությունը եւ համահայկական ճակատ շարժումը միանում է Սամվել Կարապետյանի կոչին։ Մենք պատրաստ ենք դիմադրենք այսօրվա այդ թափթփուկներին, միջազգային անգրագետներին, մարդիկ, որոնք ծնվել են
սովորել են, մեծացել են Արցախում, ամուսնացել են Արցախում, պատիվ են տալի Դիլիջանում Ադրբեջանի կողմից մի ներկայացուցի, որը անverջ սպառնացել է հայ ժողովրդին։ Խոսում է խաղաղության մասին, իսկ Ալիևը ասում է, որ մենք չենք մոռանա հայերը ինչ են արել մեր գլխին։ Եթե իրան թվում է, որ մենք ենք մոռանալու, շատ չարաչար սխալվում է։ Հույսդ Նիկոլն է, Նիկոլի վախտը գալու է։ Մենք էլ ընտրություններով երևի թե չպայքարենք Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև դա աբսուրդ է, նման ընտրություններ, խայտառակ ընտրություններ, նույնիսկ ամենահետամնաց աֆրիկյան երկրում չի եղել։ Ժորժ ջան, միացեք Սամվել Կարապետյանի կոչին։ Մենք էլ չենք նայելու ով է ընդդիմություն։ Եթե նա այդ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի դեմ է, ուրեմն մենք այդ ընդդիմության հետ ենք։